Գեղամ Նազարյան, համեցեք։ Այս օրենքի նախագիծը առաջ եկավ մի ցավոտ հարցից, խոսքը Երևանի կենտրոնում գտնվող թենիսի կորտերի եւ Երևանի ամենահին մարզադաշտի Սպարտակ մարզադաշտի հետ կապված խնդրից։ Երևանում, ինչպես գիտեք, բոլորդ շենք բազմահարկ շենք կառուցելու մոլուցք է եւ որտեղ ինչ դատարկ տեղ տեսնում են, փորձում են շենք սարքել առանց հաշվի առնելու դրա բոլոր հետևանքները։ Ես չգիտեմ, այս օրենսդրական նախաձեռնությունը ուշացած է թե չէ, բայց ես կրկնում եմ, որ մեր բոլորի պատիվն է եւ նաեւ խորհուրդ ունի, թե մենք կկարողանանք պահպանել Սպարտակ մարզադաշտը, թենիսի կորտերը, այլ մարզական, պատմական տարածքներ, շենքեր։ Ի վերջո, եթե նույնիսկ այս օրենքը չլներ, ոչ մի կառուցապատող չպետք է ինքնակամ համաձայնվեր ամենահին մարզադաշտը կամ թեկուզ հին չլինի մարզադաշտը, թենիսի կորտերը վերածի հերթական բազմաբնակարան շենքի։ Բայց քանի որ մենք այդ մշակույթը չունենք, մենք ստիպված ենք այս օրենսդրական կարգավորումներով փորձել լուծել խնդիրը, բայց ես էլի կրկնում եմ, դիմում եմ կառավարությանը, որ այստեղ արդեն պատվի, նամուսի, արժանապատվության հարց է, կմնա Սպարտակ մարզադաշտը մարզադաշտ, թենիսի կորտերը կորտ, թե ոչ։